Այն, որ քրիստոնյաները դարեր շարունակ հալածվել են, խաչվել, առույցների գուբը գցվել, սպանվել հավատքի համար, գաղտնիք չէ։ Նման մի ճակատագրի արժանացավ նաև քրիստոնյա հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ պայքարել է իր հավատքի և դավանանքի համար։ 100 ամյակների ընթացքում Արևմտյան Հայաստանում, որը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ, հայը հրաշքով պահպանում էր իր կյանքը, ապրելով ու պայքարելով հավատքի, լեզվի, մշակույթի համար, ամեն տեսակետից իրեն օտար մուսուլման միջավայրում։ 1890 թվականի հունիսի 10-ին Էրզրումում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Դենետին Պոլսում Ռուսաստանի դեսպան Նելիդովին հրագրում է. Քրիստոնյա բնակչության, իսկ նրանց հետ և մեր վիճակը ծայրահեղորեն վտանգավոր է։ Ամեն րոպե չնչին պատահականությունից կարելի է սպասել մուսուլմանական ֆանատիզմի պոռթկում։ 1894-96 թվականներ Աբդուլ Համիդ II կազմակերպեց հայերի մասսայական կոտորածներ, որոնց զոհ գնաց 300,000 մարդ։ Համատարած ջարդեր եղան Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Վանում, Էրզրումում և այլուր։ Բայց այնինչ բաժին ընկավ հայ ժողովրդին առաջի համաշխարհային պատերազմի տարիներին, իր նախադեպը չուներ ոչ միայն բազում ողբերգություններ ապրած հայ ժողովրդի անցյալում, այլև մարդկության պատմության մեջ։ 1908 թվական Երիտ թուրքերը հպատակ ժողովուրդների, այդ թվում հայերի աջակցության շնորհիվ տապալելով Աբդուլ Համիդին, անցնում են իշխանության գլուխ։ Թվում էր հայերի տառապանքը պիտի ավարտվեր, բայց երիտ թուրքական կառավարության ատելությունը հայերի նկատմամբ ավելին էր, քան նախորդներինը։ 1909 թվական Կոստանդնուպոլսի ռուսական դեսպան Զինովևին ուղղված զեկույցում Էրզրումում գլխավոր հյուպատոսը գրում է. Հռչակված ազատություններով հայերի հրապուրվելը ավելի ու ավելի է գրգռում մուսուլմանների ատելությունը նրանց դեմ։ Նույնիսկ առավել առաջադեմ երիտ թուրքերի մեջ, որոնք դեռ վերջերս այնպես բացահայտորեն իրենց երախտագիտությունն էին հայտնում հայերին, Թուրքիայում ազատագրական շարժման նախաձեռնողներ լինելու համար։ Անվստահությունը հայերի նկատմամբ աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամ։ Դա պայմանավորված էր նրանով, որ հայերը չէին ցանկանում դավանափոխ լինել, չէին ուզում ուրանալ իրենց մայրենի լեզուն, գիրն ու գրականությունը, այլ կերպ ասած, չէին ուզում հրաժարվել իրենց ազգությունից ու կրոնից։ Դա խանգարում էր երիտ թուրքերի կառավարության ազգայնամոլ ղեկավարներին իրականացնել մի մեծ երազանք, մինչդեռ համաշխարհային պատերազմի բռնկումը բորբոքեց նրանց երևակայությունը։ Նրանք կարծում էին, որ հենց այդ պատերազմի պայմաններում հնարավոր կդառնա իրականացնել մեծ Թուրանի իրենց երազանքը, ստեղծելով հսկայածավալ մուսուլմանական մի կայսրություն Բոսֆորից մինչև Ալթայի, եւ այդպիսով միավորելով բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Դժվար չէ կռահել, որ